անկախության Հայաստանի պատմության ընթացքում, այսինքն 1991 թվականից մինչև համարենք 2021 թվականը կամ համարենք 2018 թվականը, հասարակությունից ու պետությունից թալանված գումարի չափը, սերի բարեկամներ, տատանվել է, հասել է մինչև 30 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Global Financial Integrity միջազգային կազմակերպության տվյալների համաձայն, ուրեմն միայն 2004-2017 թվականներին Հայաստանից ապօրինի դուրս է բերվել 6-ից 14 միլիարդ ԱՄՆ դոլար։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել, 6-ից 14 միլիարդ ԱՄՆ դոլար։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո իրենց կողմից հրապարակային խոստումների, ստանձնած հանձնարարությունների համատեքստում կար որոշակի հույս, որ այս իշխանությունը կարող է գնալ այս թալանի եւ այս Հայաստանից դուրս բերված գումարների վերադարձի ճանապարհով։ Ավելին, չէր եղել գեթ 1 հրապարակային միջոցառում դիրքորոշում, որտեղ գործող իշխանությունը չէր խոսում այս մասին, չէր խոստանում վերադարձնել։ Ավելին, այն ժամանակ ես այս հացի մասին մեկ-երկու անգամ խոսել եմ, բայց հիմա եւս մեկ անգամ ձեր ուշադրությունը հրավիրում եմ այս հանգամանքի վրա, սիրելի բարեկամներ։ Դեռևս 2018 թվականի օգոստոսի 10-ին այն ժամանակ երկրի փոխվարչապետ առաջին իսկ ներկայումս արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ երկրից թալանված ու արտերկրում հանգրվանած ունեցվածքի նույնականացման ու վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով խորհրդատվական ու տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ է գրել Համաշխարհային բանկի ղեկավարությանը։ Իդեպ, ինչ եղավ այդ նամակի պատասխանը, ինչ պարզեցիք։ Հայաստանի Հանրապետությունից դուրս բերված այդ 30 միլիարդ դոլարի վերադարձի վերաբերյալ դուք վերջի 7 տարիների ընթացքում ինստիտուցիոնալ ինչ քայլեր եք իրականացրել, որ այսօր ձեր Facebook-յան էջերում խոսում եք 29 միլիոն դրամի վերադարձի մասին։